ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ստացված տեղեկություններն իրացնելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության կենտրոնականի բաժնի եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նորագավիթի առաջին փողոցից ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Մասիսի բնակչուհի Էմա Մոզեսին։ Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի թղթե տոպրակից հայտնաբերվել է մենթոս գրառմամբ 4 մետաղյա տուփ, որոնց մեջ առկա էին B8 գրառմամբ Subutex տեսակի թմրամիջոցին նմանվող 111 հատ ամբողջական դեղահաբեր եւ 60 հատ նույն հաբերի կտորներ։ Նշվածից բացի տուփերում կային նաեւ այլ տեսակի սպիտակ դեղահաբեր, որոնցից 46-ն ամբողջական էին, 17-ը կտորներ։ Ըստ Մոզեսի նշված դեղահաբերը Ֆրանսիայից իրեն է ուղարկել որդին Արման Նալբանդյանը։ Հայտնաբերվածն արգրավել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանության արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 1933 թվականին ծնված Պետիկ Բաբկենի Դավթյանը, որը սույն թվականի հունիսի 29-ին ժամը 9-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Պետիկ Դավթյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության արտաշատի կամ մոտակա բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 8 դեպքից 7-ը, խուլիգանության 2 դեպքից 1-ը, բացահայտվել է գողության 15 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանը միշտ շարքում է, նույնիսկ վաստակած հանգստի գնալուց հետո։ Վետերան ոստիկաններն ակտիվորեն աջակցում են գործող իրավապահներին, տարիների փորձն ու գիտելիքները սիրով փոխանցում նոր ծառայության անցած երիտասարդներին, օգնում հանցավորության դեմ տարվող պայքարին, մասնակցում հանցագործությունների բացահայտմանը, խրախուսվում ու պարգևատրվում։ Փետրվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը հանդիպեց վետերանների խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց տարբեր բաժիններ վետերանների այցերի եւ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու անհրաժեշտությունը։ Աշոտ Կարապետյանը նշեց, որ նախկին ոստիկան չի լինում, ուստի ակնկալվում է վետերանների ակտիվ մասնակցությունը հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման աշխատանքներում։ Փետրվարի 24-ին ժամը 9:30-ի սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Մարտիկյանի փողոցի տներից մեկից հայտնաբերել եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1970 թվականին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ասադ Ասադոլլահի Փուրալին, որը 2012 թվականի դեկտեմբերի 27-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր վստահության չարաշահման համար։ Խարդախություն 2014 թվականի հունվարի 30-ի ժամը 19-ի սահմաններում Երևան քաղաքի Եղվարդի խճուղու թիվ 135 շենքի դիմաց Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ նրան թողնելով անօգնական վիճակում հեռացել։ Վրաերթի ենթարկված քաղաքացին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 9-ին գիտակցության չգալով մահացել է։ Նախաքննության ընթացքում ձեռք է բերվել դեպքի վայրը նկարահանած սարքի տեսագրությունը։ Վրաերթը կատարած վարորդի եւ ավտոմեքենայի մասին տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Սևան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել օգտագործել է իր տվյալներով լրացված տարբեր զորամիավորումների հրամանատարների անուններով կեղծ փաստաթղթեր, որոնց շնորհիվ իբր զինված ուժերին եւ զոհված ազատամարտիկներից մեկի գերեզմանակարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով քաղաքացիներից ու կազմակերպություններից ստացել է խոշոր չափի գումարներ, որոնք կենտրոնացրել է կնոջ բանկային հաշվեհամարին, ապա կանխիկացրել եւ տնօրինել։ Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին։